ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչները Վլադիմիր Զելենսկուն նախազգուշացել են Սպիտակ տուն կատարած այցի նախօրեին, որ ԱՄՆ նոր առաջնորդը խիստ տարբերվում է իր նախորդ Ջո Բայդենից, եւ նրա հետ պետք է այլ կերպ վարվել։ Սակայն նա չի հետևել նրանց խորհուրդներին։ Այս մասին The Glenbeck Program-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հարցազրույցի ընթացքում նրան խնդրել են պատմել Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանության մանրամասները։ Թույլ տվեք մի փոքր պատմել ձեզ նախապատմությունը, քանի որ տեղի ունեցել հետևյալը։ Այդ առավոտ մենք հանդիպեցինք նախագահ Զելենսկու հետ Դհեյ Ադամս հյուրանոցում, նշել է նա։ Տեսեք, մենք ինչ-որ չափով հանդես են գալիս որպես բեմադրիչներ։ Ես ասացի Զելենսկուն, դուք կհայտնեք, որ շնորհակալ եք ամերիկացի ժողովրդին այն բանի համար, որ նա $176 միլիոն է տվել ձեր աջակցության համար, հավելել է Քելոգը։ Զելենսկին չհետևեց մեր ասածներին, այլ սկսեց նախագահի գլխին ավետարան կարդալ։ Նա մոռացել էր, որ գործ ունի ոչ թե Ջո Բայդենի, այլ մեկ ուրիշ մարդու հետ։ Հիշել է հատուկ բանագնացը։ Իսկ երբ Զելենսկին ասաց, որ մենք պետք է կողմ ընտրենք, ես հասկացա, որ դա վերջն է, ամփոփել է Քելոգը։